մեր հանրությանը տեղեկացնելու, թե ոչ թե մենք ինչ խնդրի մեջ ենք կամ այս շարքից ինչպես վարքյան առաջ պետք է ձերբազատվենք, այլ շատ կարևոր է մեխանիզմները ճշգրտելու առումով։ Սովորաբար իմպիչմենտը ունի երկու ատրիբուտ՝ քաղաքական եւ իրավական։ Քաղաքականը դրսևորվում է իր երկու ոլորտում, առաջինը խորհրդարանական մակարդակում քաղաքական կոալիցիաների կամ քաղաքական փոքր ժամանակավոր թեկուզ դաշինքների կոնկրետ գործողությունների ուղղված այդ ձևով եւ երկրորդը փողոցի մոբիլիզացիայով։ Եվ բնականաբար իրավական գործընթացը, որը սահմանադրական բոլոր նորմերը հաշվի առնելով խաղաղ իշխանափոխության պիտի հանգեցնի։ Նման լսումները խորհրդարանական նախատեսված ընտրությունից մոտ 9 ամիս առաջ նշանակելը կարծում եմ 3 առումով շատ կարևոր նշանակություն ունի, առաջին հերթին քարոզչական դաշտում, երկրորդ իրավաքաղաքական մեխանիզմների ճշգրտման առումով, որը կարծում եմ որպես հանրային լսումներին մասնակցող նաև տարբեր փորձագետներ, քաղաքագետներ, միջազգային փորձի, միջազգային իրավունքի մասնագետներ, նաև այդ միտքը այլ երկրների փորձը բերելով այստեղ եւ հասանել դարձնելով քաղաքական ուժերին, գուցե նպաստեն, որ ի վերջո խորհրդարանում երկու ընդդիմադիր գլխավոր ուժերը ունենան այն հանձնառությունը իրար հետ նստելու, սեղանին դնելու բոլոր հարցերը եւ կոնկրետ օրակարգի շուրջ առաջ շարժվելու առումով։ Ինչ սպասելիք ունեմ, որպես այդպիսին սրանով չի պայմանավորվելու բնականաբար իշխանափոխության կամ իմպիչմենտի գործընթացը, բայց սա շատ լուրջ խթան կարող է հանդիսանալ, եթե մենք բոլորս հակաիշխանական դաշտում գտնվող բոլոր ուժերը կարողանան իրապես վեր կանգնել ամբիցիաներից եւ իրապես կարողանան ռեսուրսները մեկտեղել եւ դաշինք կնքել սեփական ամբիցիաների հետ։ Պարոն Գասպարյան, երեք հայտարարել եք, որ մուտք է գործում քաղաքականություն, նոր ուժ եք ձևավորում, գործող ուժի ինչ-որ ներկայացուցիչ եք դառնալու, կբացեք ինչ է նշանակում մուտք եմ գործում քաղաքականություն եզրույթը։ Եվ հայտարարել եք, որ ուժ չեք ձևավորելու, պատրաստ եք քննարկում։ Ես այդ թեմային առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ, հիմա փակագծեր չեմ բացի, բայց շատ ավելի ակտիվ դերակատարման մասին է խոսքը, իրական քաղաքական գործընթացներ մտնելու մասին է խոսքը, այնպես չէ, որ մենք քաղաքականության մեջ չենք եղել, առաջիկայում փակագծերը բացելու ավելի մեծ հնարավորություններ ունենք։ Ձևաչափի մասին հիմա ոչ մի բանի մասին չեմ խոսում։ Կուսակցության անդամ եք դառնալու։ Ես ընդհանրապես հայտարարել եմ, որ կուսակցություն չեմ ստեղծում։ Մնացածի մասին առաջիկայում կայ։ Հրավերներ ստացել եք այլ կուսակցություններից։ Հրավերներ դառնալ իրանց կուսակցության անդամը։ Եթե հրավերների մասին պիտի խոսենք, դաշինքային ձևով, մասնակցային ձևաչափով, դրանք օրական լինում են տասնյակներով, բայց խնդիրը հետևյալն է, որ ես հայտարարել եմ ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին, ձևաչափի մասին կհայտարարեմ առաջիկայում։ Բացառել եք համագործակցությունը իշխանության եւ նրանց իշխանության բերածների հետ։ Միանշանակ իշխանության բերած ուժերը։ Չգիտեք, օրը կգա դրանց մասին էլ կխոսենք։ Օրինակ Հայաստան դաշինքը հիմա դրա ժամանակը է հանրապետականին ասում։ Ես խոսում եմ բացառապես իմ անունից։ Բացառապես։ Իմ եւ իմ գաղափարակիցների, նաեւ Ջենեսիս Արմենիայի անունից։ Ուրիշները ինչ կասեն, ինչ կհայտարարեն, իրենք գիտեն երևի ինչ են հայտարարում կամ ունեն համապատասխան հիմնավորումներ այդ ամեն ինչի համար։ Ես մատի եւ մատանու արանքը չեմ մտնում։ Ընդգծել եմ հստակ, որ գտնում եմ ազգային պետականամետ դաշտում տեխնոկրատ, առաջադեմ, պրոգրեսիվ, արդար Հայաստանի կերտման ճանապարհին գնացող մեր դա ինչ որ մեսիջ է։ Դե լուսավոր Հայաստան էլ կա, պայծառ Հայաստան էլ կա, բոլորն էլ կան։ Կլինի, Փայլակ ջան, հաստատ կլինի, բայց ես բացառել եմ մեկ բան, մնացածի հետ համագործակցությունը բնականաբար ակտուալ է մնում, օրակարգային է մնում, բացառել եմ իշխանության եւ իշխանության արբանյակների եւ նրանց իշխանության բերածների հետ որևէ ձևի գործակցություն։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։